Սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Շարունակում ենք մեր հաղորդաշարը։ Այսօրվա նյութը վերաբերելու է Քարվաճառի ազատագրված շրջանի արևելյան սահմանի մոտ գտնվող Սուրբ Աստվածածնա վանքին։ Վանական համալիրը բաղկացած է մի քանի եկեղեցիներից եւ օժանդակ բազմաթիվ այլ շինություններից եւ հանձինս այս ամենի կարելի ասել Քարվաճառի շրջանի եւ ընդհանրապես Արցախի առավել խոշոր վանական համալիրներից մեկն է։ Տարօրինակ կերպով այս վանքը գրավոր աղբյուրներում, բացի իր իսկ որմերին, տարբեր շենքերի որմերին պահպանված վիմագրերից, գրավոր աղբյուրներում չի հիշատակվում։ Նույնիսկ վանքի անունը Սուրբ Աստվածածին մեզ հայտնի է դարձել նույն վանքի մի քանի արձանագրություններից նվիրատվական, որ այս ու այն կալվածքը նվիրաբերվել է Սուրբ Աստվածածնա վանքին։ Ուրեմն եթե այս վիմագրերն էլ չլինեին, մենք ընդհանրապես չէինք կարող իմանալ, թե այդ խոշոր վանական համալիրը ընդհանրապես ինչ անուն է ունեցել։ Բացի այն, որ խաշնարած ցեղերը շրջան թափանցած եւ խորհրդային տարիներին Ադրբեջանի բռնակցված ուրեմն այդ մեծակա բնակիչները կոչում էին վանքը Բուլանլխսուի վանք, ուրեմն այսպես, Բուլանլխսուի քիլիսա։ Պատահական մի անվանում, որ որևէ կապ չունի վանքի պատմական անցյալի կամ բուն անվան հետ։ Վանքը իր տեղադրությամբ բացառիկ գեղատեսիլ վայրում է։ Նրանք, ովքեր որ Զոդի Վարդենիսի շրջանից առիթ ունեն Արցախ մեկնելու, չհասած Դադի վանք 3 կիլոմետր, դուք կարող եք ուղղակի ճանապարհի եզրին, ճանապարհը ձգվում է գետի ափով։ Ճանապարհի եզրին գետի հանդիպակաց կողմում, այսինքն աջ ափին, եթե իհարկե ամառ լինի, պետք է շատ ուշադիր լինեք, որովհետև վանքի տարածքը այդ ամբողջ հարթակը ծառապատ է, բայց եթե վաղ գարնանը անցնելու ունեք, շատ հստակ կտեսնեք ուրեմն գետի մյուս ափին եկեղեցիների, գավթի, գրատան, սյունասրահի, մի խոսքով ուրեմն այդ ամեն կառույցները, որ հակառակ ափին կան եւ որը կազմում է վանական Սուրբ Աստվածածին համալիրը։ Ըստ շինարարական պահպանված արձանագրությունների, վանքը կառուցվել է պատմական երկու ժամանակաշրջաններում, այսինքն երկու փուլ է ունեցել շինարարական ընթացքի։ Հինը կամ նախնականը, վաղագույնը, սկիզբ է առնում 12-րդ դարի երկրորդ կեսից, մասնավորապես 1170-ական թվականներից։ Այդ շրջանից մեզ են հասել երկու եկեղեցիներ, դրանք միանավ թաղածածկ, ավելի մատուռ հիշեցնող, որտեղ իրենց չափերով բավականին փոքրիկ են, բայց շինարարական արձանագրության մեջ հիշված են իբրև եկեղեցի։ Ուրեմն երկու եկեղեցիներ են դրանք, մեկը կառուցված 1174, իսկ մյուսը 1178 թվականներին։ Ուրեմն 4 տարվա ընդմիջումով վանքում կառուցվել են առաջին երկու եկեղեցիները։ Երկու շինարարական վիմագրերն էլ իրենց բովանդակությամբ բավականին կարևոր են, այսինքն մեծ արժեք են ներկայացնում։ Ինչու, որովհետև այստեղ հիշվում են Կյուրիկյան թագավորների մի շարավիղի, ամենայն հավանականությամբ սրանք Մացնաբերդի Կյուրիկյաններն էին, ուրեմն այս թագավորական ճյուղի առանձին անհատների անուններ։ Արքայադուստր Մաման, որ Կյուրիկե թագավորի ուրեմն դուստրն էր, փաստորեն այդ երկու եկեղեցիների կառուցումն իրականացնողն է, բայց մի տեղում ինքը ասում է, որ ես Կյուրիկե թագավորի դուստր Մամաս, իսկ մյուս տեղում պարզապես ասում է ես թագուհիս։ Ինչպես հայտնի է, Կյուրիկյան թագավորությունը, հայ բագրատունիների Կյուրիկյան թագավորությունը 12-րդ դարի ընթացքում ուրեմն հյուսային Հայաստանի այն մասնատված շրջանի թագավորություններից մեկն էր, որի առաջին մայրաքաղաքն էր Շամշուլդե քաղաքը, ապա մայրաքաղաքը փոխադրվեց Լոռե, Լոռեն ներկայիս մեր Ստեփանավանի հարևանությամբ գտնվող քաղաքատեղին է։
ուրեմն իր այդ երկու մայրաքաղաքներն ունեցավ իր գոյության ընթացքում եւ հետո ել ավել տրոհվեց, նրանց ուրեմն Կյուրիկյանների մի ճյուղը հաստատվեց Մածնաբերդում եւ փաստորեն համենայն դեպս մի շարք արձանագրություններ կան, ինչպես նաեւ այս Սուրբ Աստվածածնա վանքի վիմագրերը խոսում են, որ Մածնաբերդի ճյուղը նույնպես իրենց թագավորներ էին հռչակել կամ այդպես էին հայտնի, մինչև իսկ Կյուրիկյանների մի ճյուղն էլ հասել էր Կախետ եւ Կախեթում Կյուրիկյան հայ բագրատունիների իրար հաջորդած 4 թագավորներ եղան դարձյալ 11-րդ դարի ընթացքում հիմնականում շուրջ 1 դար մոտավորապես կառավարելով Կախեթը դարձյալ ուրեմն Կյուրիկյաններ ես կարծում եմ մենք առաջիկա հաղորդումների մեջ երբ որ կանդրադառնանք Կախեթի հայկական պատմական հուշարձաններին եւ վրացախոս հայ գյուղերի պատմությանը ինչ վերաբերում է Կախեթում հաստատված Կյուրիկյան ճյուղի ներկայացուցիչներին ուրեմն այն ժամանակ ավելի մանրամասն առիթ կունենամ ներկայացնելու հիմա դարձյալ վերադառնանք մեր Սուրբ Աստվածածնա վանք վանքի հյուսիս արևելյան եկեղեցուն արևմտյան կողմից կից է սյունասրահը Սյունասրահը նույնպես կառուցվել է 12-րդ դարի երկրորդ կեսին։ Սրանք շենքեր են, որ իրար կից մի ուղղությամբ, արևելք արևմուտք ձգված ուղղությամբ, ուրեմն անդադ կառուցումներ են տեղի ունեցել եւ ահա երրորդ շինությունը, որ սա էլ կից է Սյունասրահին, դարձյալ արևմուտքից, ամենայն հավանականությամբ գրատունն է եղել, որ իհարկե իր տեղադրությամբ ավելի գավթի բովանդակություն ունի, բայց ենթադրում եմ, որ գրատուն եղած լինի։ Սյունասրահի կառուցման ստույգ թվականը հայտնի չէ, որտեղ այդ մասին պատմող վիմագիր չի պահպանվել, բայց ահա գրատուն կամ թե գավիթ կառույցի արևելյան ճակատին պատի մեջ ագուցված մի երեսապատի քարին կար նվիրատվական արձանագրություն, որտեղ խոսվում էր 4 համադիկի հող վանքին նվիրելու մասին։ Համադիկը դա միջնադարյան չափի միավոր է։ Եվ ուրեմն իհարկե դեռ հայտնի չէ ինչքան մակերես է ընդգրկում մեկ համադիկը, այնուամենայնիվ ուրեմն վանքին նվիրաբերվել է 4 համադիկ հող։ Վանքի հարավ արևմտյան կողմում հիմնական այդ իրար կից հուշարձանախմբից մի քիչ ավելի հեռու շուրջ 60-70 մետր հեռավորության վրա դարձյալ թաղակապ մատուռ հիշեցնող, բայց դարձյալ 12-րդ դարում ուրեմն կառուցված մեկ այլ շինություն եւս կա։ Այս փոքրիկ մատուռը իր արևմտյան միակ մուտքի կողմից այնպես է քանդված, ենթադրում եմ գանձախուզության նպատակով, որ նրա բարավորն ու սրբատաշ անկյունակարերը ընդհանրապես կորած են կամ թե փլատակների մեջ են, որ իհարկե մի օր կատարելիք պեղումները գուցե ի հայտ կբերեն։ Եվ այս իսկ պատճառով բարավորը, որ սովորաբար շինարարական արձանագրություն էր ունենում, ուրեմն չի պահպանվել եւ հայտնի չէ կառուցման ստույգ ժամանակաշրջանը։ 1987 թվականին, երբ որ առաջին անգամ առիթ ունեցա այցելել Սուրբ Աստվածածնա վանք, պիտի ասեմ, որ այդ վանքի հարևանությամբ մի ճաշարան էին կառուցել թուրքերը եւ ուղղակի ճանապարհ Բաքվից դեպի Իստիսու գնացող այդ ճանապարհին շատ հաճախ մեքենաները, ավտոբուսները կանգ էին առնում եւ լեփ-լեցուն ուրեմն մի ժխոր էր տիրում վանքին անմիջապես հարևան այդ ճաշարանում եւ օր ու գիշեր թուրքեր կային եւ հնարավոր չէր առանց ուրեմն նրանց աչքի հայտնվելու ուրեմն թաքուն այսպես աննկատ այցելել վանք եւ 87 թվականին հիշում եմ ճաշարանի աշխատակիցների ուշադիր զննող աչքերի ուրեմն նրանց ներկայության ներքո մի կերպ այն ինչ որ կարողացանք տեսնել եւ լուսանկարել երկու խաչքարեր կային միմյանցից եկեղեցիներից արևելյան կողմի ուրեմն եկեղեցու մուտքի հարևանությամբ իրար կից երկու գեղաքանդակ արձանագիր խաչքարեր եւ հա դրանց արձանագրություններն եմ ուզում ներկայացնել թե որքան կարեւոր էին մեկը հինը
195 թվականից եւ նորը գից ուրեմն նախորդին 1248 թվականից։ Արձանագրություններից մեկը ունի հետևյալ բովանդակությունը. Ես գորանդուղտ դայեք թակուհոյս կանգնեցի ըսուրբ նշանս հոգոյիմո հիշատակ, որ կընթեռնայք հաղավթս հիշեք, թվին ողը է, այսինքն 1248 թվական։ Ահա այս եւ մյուս խաչքարը, այս երկու խաչքարերը, որ տեսել եմ 1987 թվականին կանգուն վիճակում, ամբողջական, գից եկեղեցու մուտքին 1993 թվականին շրջանի ազատագրումից անմիջապես հետո մայիս ամսվա վերջին ոչ թե տեղում չէին կամ թե կոտրատված էին, այլ կարծես համբարձված լինեին այս խաչքարերը փաստորեն 1989-92 թվականների միջակայքում անհետացվել են, ոչնչացվել են պարզապես։ Սուրբ Աստվածածնա վանքի երկրորդ փուլի կամ ավելի նոր շրջանին վերաբերող շինությունները սրանք են մեկ եռանավ թաղածածկ եկեղեցի եւ նրան արևմուտքից կից գավիթ կառուցվել են 17-րդ դարի ընթացքում։ Թե գավիթը, թե եկեղեցին չունեն ոչ մեկ շինարարական կամ թե նորոգչական եւ կամ նվիրատվական արձանագրություն, դարաշրջանը որոշվում է միայն հորինվածքային եւ կառուցողական առանձնահատկությունների հիման վրա։ Այն հանգամանքը, որ եռանավ եկեղեցի է կառուցվել Սուրբ Աստվածածնա վանքում 17-րդ դարում, արդեն գոյություն ունեցող 3 փոքրիկ եկեղեցիներից բացի, ուրեմն արդեն 4-րդ եկեղեցին էր վանական համալիրի կազմում, խոսում է նրա մասին, որ որքան մեծ է եղել վանքը, իր միաբանությունը, որքան հայաշատ միջավայր է ունեցել, որովհետև այս նոր եկեղեցին ունի նաև զույգ մկրտարաններ։ Եվ իդեպ իհարկե 17-րդ դարի ուրիշ եկեղեցիներ էլ կան, ինչպես նախորդ հաղորդումների ընթացքում հիշացած Քիլիսա գյուղի եկեղեցին, Երիցուշեն գյուղատեղի եկեղեցին, ահա այս շենքերը բոլոր 17-րդ դար են եւ սրանք վկայում են, թե որքան մարդաշատ, հայաշատ էր առհասարակ Քարվաճառի շրջանը կամ պատմական Ծար եւ կամ Վերին Խաչեն գավառը 17-րդ դարի ընթացքում։ Ահա այս շինություններն են, որ կազմում են Սուրբ Աստվածածնա վանքի հիմնական կառույցները, բայց ել ավելի հարավ, դեպի լեռնակողմ, ձգվում է միաբանական շինությունների մի ամբողջ շարք, այսինքն թաղակապ բազմաթիվ շենքեր են եղել, որոնցից միայն հիմքերն են հիմա մնում, միայն մեկ շինության մի պատը կա, ուրեմն գրեթե հիմնավեր վիճակում են վանքի միաբանության սենյակները, որ եռանավ եկեղեցու հարավային կողմում են, շուրջ 10-15 մետր հեռավորության վրա, բավական տարածության վրա ձգվում են, ավելի քան 20 մետր երկարությամբ իրար հաջորդող մեկ սենյականոց փոքրիկ շենքեր են։ Սուրբ Աստվածածնա վանքի տարածքում բացի միաբանության սենյակները տնտեսական եւ ուղղակի ավելի քաղաքացիական, եթե կարելի ասես ասել, նշանակության շենքերի բազմաթիվ պատեր կան ցակուցրի վիճակում վանքի ողջ տարածքում, որ կարելի ասել բռնում է այդ ոչ մեծ հարթակի մակերեսի հիմնական մասը։ Դրանք կառուցված են անմշակ խոշոր քարերով եւ ամենայն հավանականությամբ փայտածածկ են եղել, ինչպես մեր գլխատները, բայց փաստորեն միայն քարաշեն պատերն են, որ հողով ու փլվածքներով լցված վիճակում նկատելի են այսօրվա դրությամբ։ Տարածքում կա նաև ցակուցրիվ կոտրատված խաչքարերի, նաև գեղաքանդակ եւ արձանագիր բեկորներ, որը որ հուշում է, որ վանքի տարածքում մի ժամանակ եղել է նաև գերեզմանատուն, որից իհարկե շատ քիչ բան է պահպանվել։ Շատ հետաքրքիր է վանքից մոտ 400-500 մետր հեռավորության վրա գետով Տրտուգետի հունով դեպի վեր, գետի հանդիպակաց, այսինքն ձախակողմյան ժայռերին կից գետափից բավական բարձրության վրա կառուցված փոքրիկ եկեղեցին իր կից գավթով արևմտյան կողմից։
միանավ եկեղեցի է, միանավ գավիթ է, բայց իր տեղադրությունը բացառիկ հետարքիր է, որովհետև դեպի տրտու կամ թարթար գետի կիրճը խորացող, ուրեմն գրեթե ուղղահայաց ժայռին է կցված, շատ տեսանելի, տեսարանավոր առհասարակ դիրք ունի, այդտեղից երևում է տրտու գետի հոսանքը դեպի վեր և դեպի վար, գեղատեսիլ այդ հովիտը և մասնավորապես Սուրբ Աստվածածնա վանքի տեղանքը, այդ հարթակը շրջապատված ժայռոտ և անտառներով ծածկված միջավայրով։ Սուրբ Աստվածածնա վանքը և այդ ժայռին կից փոքրիկ եկեղեցին, մի 400 մետր հեռավորության վրա, երկուսն էլ ի սկզբանե այդ տարբեր շինությունները, այդ վանական համալիրները ծածկերը եղել են կղմինդրից։ Սա երևում է նրանից, որ ամբողջ տարածքում կան բազմաթիվ կղմինդրների կոտրատված, փշրված կտորտանքներ, որոնք որ հուշում են, որ ժամանակին այո իրոք այդ շինությունների մեծագույն մասը կղմինդրածածկ են եղել, այնպես ինչպես օրինակ Դադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցին և կից շինությունների մի մասը։ Հիշելով Դադիվանքը, պիտի ասեմ, որ մենք գուցեև երկու առանձին հաղորդում վստահ պիտի նվիրենք Դադի վանական համալիրին մեր հաջորդ հաղորդումների ընթացքում, որովհետև սա այն միակ վանական համալիրն է ողջ Քարվաճարի շրջանի տարածքում, որը որ 25-ից ավել տարբեր շինություններ ունի իր համալիրի մեջ, այդ թվում 10, նույնիսկ կարելի ասել 11 պաշտամունքային կառույցներ, ինչու այդ մեկը մի տեսակ առանձնացնում եմ հիմնական կառույցներից, որովհետև Դադիվանքի համալիրում կա 4 եկեղեցի և 6 մատուռ, այսինքն 10 պաշտամունքային կառույց, բայց և մեկ փոքրիկ մատուռ էլ, որ գտնվում էր իշխանի տան մեջ մի փոքր խորան կար, և քանի որ խորան է, ուրեմն պաշտամունքային կառույց է։ Սուրբ Աստվածածնա վանքից բացի, ուրեմն մեզ Քարվաճարի շրջանում մնացել է ներկայացնելու շատ կարևոր մի վանական համալիր, դա Դադիվանքն է։ Մենք ամենայն հավանականությամբ նույնիսկ երկու հաղորդում ստիպված կլինենք Դադիվանքին նվիրելու, որովհետև այս վանքի կազմում կան ավելի քան 25 տարբեր շինություններ, այդ թվում 10 պաշտամունքային, իսկ մնացածը տնտեսական և վանական տարբեր շինություններ են։ Իսկ բուն մեր այսօրվա նյութը այսօր այսքանով սպառեցինք, շնորհակալություն, մինչ նոր